Սա իրավունքը բաց տեքստով ոդքասթն է, որտեղ իրավունքի մասին խոսում ենք իրական կյանքի լեզվով։ Բարև ձեզ, ես փաստաբան եւ արտոնագրված հաշտարար Անի Ավետիսյանն եմ։ Երբեմն, երբ առաջանում է վեճ, մարդկանց հիմնական մասը մտածում է դատարանի մասին, դատական լուծման մասին։ Սակայն միշտ չէ, որ դատարանը վեճի լուծման ամենաարդյունավետ եղանակն է։ Հաշտարարությունը մի մեխանիզմ է, մի իրավական գործընթաց է, որտեղ կողմերը կարող են հասնել իրենց համար փոխշահավետ եւ փոխզիջման արդյունքում ընդունված ընդհանուր մի որոշման։ Այսօր այս թեմայի մասին խոսելու համար իմ հյուրն է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ՀՀ Հաշտարարների պալատի նախագահ եւ արտոնագրված հաշտարար Գայանե Դեմիրճյանը։ Գայանե, ողջույն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույն Անի ջան, շնորհակալ եմ հրավերի համար եւ այս կարեւոր թեման բարձրացնելու եւ ներկայացնելու համար։ Գայանե ջան, մի քիչ կպատմես քո մասին, քո մասնագիտական գործունեության մասին։ Շուրջ արդեն 13 տարվա փաստաբանի փորձ ունեմ, իսկ հաշտարարության ոլորտը ինձ անցած տարվանից 2024 թվականից ավելի ճիշտ գայթակղեց, հետաքրքրեց եւ որոշեցի, որ հենց հաշտարարության ոլորտը սկսեմ ուսումնասիրել։ Պատկերացրու, որ ինձ այն ավելի բարձվեց հոգեհարազատ է, քան փաստաբանությունը, չնայած փաստաբանությունը շատ եմ սիրում։ Ինչի է հոգեհարազատ, որովհետեւ այդ հաղթանակի զգացումը հաշտարարության մեջ կրկնակի է։ Երբ որ դու հաշտարար ես ու դու կարողանում ես վեճը լուծել հաշտությամբ, կողմերը գալիս են այդ հաշտության համաձայնությանը, երկու կողմից դու ստանում ես այդ հաղթանակի բերկրանքը, իսկ փաստաբանության դեպքում դե միշտ մի կողմն է հաղթում, մի կողմը պարտվում է։ Շուտով ասում եմ, այսօր խոսենք արդեն տարբերություններից եւ առավելություններից հաշտարարության ու հենց այդ մասով հաշտարարությունը ինձ համար շատ հետաքրքրական դաշտ էր եւ իրավականից բավականին տարբերվող։ Իսկ հաշտարար լինելու համար պետք չի որ դու լինես իրավաբան։ Իհարկե մանրամասներին հեսա արդեն կանդրադառնանք, բայց արի ի սկզբանե սկսենք այս բացատրությունից, հա, հաշտարարությունը ինչ է։ Մարդիկ այսպես լսել են դրա մասին, պատկերացում ինչ որ առումով ունեն, բայց իրականում ինչ է հաշտարարությունը։ Հաշտարարությունը գործընթաց է, որը անկողմնակալ երրորդ անձ հաշտարարի միջոցով կողմերը փորձում են նրա միջոցով այդ վեճը լուծել եւ հաշտության համաձայնությամբ լուծել վեճը։ Այսինքն ինքը իրենից ինչ որ բարդ process չի ենթադրում, պարզապես հաշտարարը հանդես է գալիս միջնորդի դերում երկու կողմերի միջև, ապահովելով բանակցելու, երկխոսելու այդ միջավայրն է ստեղծում եւ բերում է կողմերին իր հարցադրումներով, իր կիրառած գործիքակազմով, բերում է մի վիճակի, որ կողմերը իրենք գտնում են իրենց խնդրի լուծումները եւ ցանկանում են այդ վեճը լուծել հաշտության համաձայնության կնքմամբ։ Իրականում թվում է, թե իրավական մեխանիզմ է, բայց ըստ էության հաշտարարությունը մի մեխանիզմ է, որը կարող է նույնիսկ իրավաբանը, հա, իրավաբան չլինելով անձը տիրապետի այդ մեխանիզմերին ու շատ ավելի լավ հաշտարարություն անել։ Այսպես մի քիչ էլ բնածին պիտի հատկություն լինի հաշտարարությունը ինքը հոգեբանության, իրավաբանության, բանախոսության, չգիտեմ, բանակցելու արվեստի, հա, այդ բոլոր այդ ռետորական գործիքակազմներին տիրապետելու ինչ որ sense մի հատ միքս է, որի արդյունքում ստացվում է լավ արդյունք, եթե ստացվում է այդ հաշտության համաձայնության կնքումը։ Դե հիմնական ոնց որ առաքելությունը հենց այդ է հաշտարարի կողմերի վեճը լուծել հաշտության համաձայնությամբ։ Գիտես, բայց ես ուզում եմ մի հատ sense իմ պրակտիկայից առանձնացնեմ, իմ ունեցած փորձառնության արդյունքում ինչի եմ եկել, որ նույնիսկ եթե չեն գալիս հաշտության համաձայնության կողմերը, ինչ որ առումով վեճի մի մաս սպառում են հաշտարարության ընթացքում, չէ՞։ Այո, լարվածությունը ու գնում են դատարան արդեն մի քիչ ավելի սթափ վիճակում։ Այն առաջի փուլը, այսպես ասած, առաջի բեռը վերցնում է իր վրա հաշտարարը։ Մեկ էլ այդ հաշտարարության մեջ միշտ բանն է գալիս առաջինը, որ ասում եմ մենք, այսինքն ես ուզում եմ ամուսնալուծվեմ, ասում եմ, հա դուք ամուսնալուծվեք, չեք։ Մենք չենք ձեզ հաշտեցնում, որ չամուսնալուծվեք, հա։ Եվ որովհետև թվում է, որ եթե ասում ենք հաշտարարություն, ուրեմն մենք հաշտեցնում ենք զույգերին, որպեսզի զույգերը այլ չունենան ամուսնալուծության վեճ, չունենան երեխայի ալիմենտի վեճ, հա, հնարավոր է նաև դրան էլ հասնենք, այսինքն որոշ հաշտարարներ ունեն այդպիսի փորձառություն, որ կողմերի հետ խոսելուց հետո մեկի կողմերը ասում ենք մեր վեճը սպառել ենք, ճիշտն ասած, մենք էլ վեճ չունենք, նույնիսկ որոշել ենք չամուսնալուծվել, այդ շատ լավ արդյունք է, շատ, բայց ուզում ասել հաշտարարությունը միայն դրա մասին չէ, էլի, այսինքն այնպես չի, որ վեճը կողմերի լուծվում է չամուսնալուծվելով։
Չէ, եթե կողմերը ցանկանում են ամուսնալուծել, ուղղակի եթե կան ավելի, այսպես ասեմ, հա, քաղաքակիրթ, բարեկիրթ տարբերակներ վեճը լուծելու, հաշտության եզրեր գտնելու, ապա դա այդ տարբերակն է։ Այ ինքնաբերաբար եկանք այն թեմային, թե որ ոլորտներում կարելի հաշտարությունը կիրառել, որտեվ այդ քո ասած տրամաբանության մեջ մարդիկ մտածում են, դե եթե հաշտեցնող ես, ուրեմն պարտադիր միայն այս ամուսնաընտանեկան ոլորտը պիտի լինի, բայց իրականում հաշտարությունը մի քիչ ավելի լայն ոլորտ է ընդգրկում։ Հաշտարությունը շատ լայն ոլորտ է ընդգրկում, իրականում հաշտարարությունը շատ լավ գործիքակազմ է նաև բիզնես հարաբերությունների ժամանակ, որովհետև վերականգնում է այդ հարաբերությունները, շարունակում են գործընկերային կապերը պահպանվել, չխզվել, որովհետև մենք գիտենք, հա, դատարանը ինքը վատ ասոցիացիաներ է առաջացնում, այսպես ասեմ, եթե դու գնում ես դատարան, մեզ մոտ կա, չէ, տենց ինձ դատի ես տվել, տենց մի հատ տենց արտահայտություն կա, ինձ դատի ես տվել, հիմա դրանից հետո էլ մենք ոնց շփվենք, սենց ինչ որ մի բան կա։ Հիմա հաշտարարության մեջ հենց այդ դատի տալու եզրույթը արդեն բացակայում է, այսինքն ու ինքը որ ասում ավելի խաղաղարար ինչ որ մի հատ մեխանիզմ է եւ կողմերը կարողանում են վերականգնել իրենց հարաբերությունները ու շարունակել իրենց գործընկերային հարաբերությունները։ Դա կլինի բիզնես հաշտարարության մեջ, թե կլինի աշխատանքային վեճերի մեջ, հաշտարարությունը բոլոր այն քաղաքացիական իրավական վեճերը, որտեղ կարող է կնքվել հաշտության համաձայնություն, ապա կարող է այդտեղ տեղի ունենալ հաշտարարություն։ Ինքը կոնկրետ ինչ որ մի ոլորտին չի վերաբերվում։ Հիմա մենք շատը խոսում ենք ընտանեկան վեճերից, որովհետև գիտենք, հա, մեզ մոտ պարտադիր հաշտարարություն է այդ գործերով, դրա համար ենք դրանից շատ խոսում, բայց մնացած բոլոր ոլորտները եւս բաց են հաշտարարության համար եւ շուտով որ ներկայացնենք առավելությունները, այ օրինակ աշխատանքային հարաբերությունների մեջ այնքան կարևոր է այդ հանգամանքը, որ դու այդ դատի տալ եզրույթը չես օգտագործում ու շատ դեպքերում փրկող ինչ որ մի բան կլինի, որովհետև պրակտիկայում գրեթե չի լինում դատական գործից հետո, նույնիսկ եթե դատարանը բավարարում է, վերականգնում է աշխատանքի, որ այդ մարդը նորից ցանկություն ունենա գնա այդ նույն տեղը աշխատելու։ Իսկ հաշտարարությունը շատ լավ մեխանիզմ է եւ հնարավորություն է տալիս ուղղակի այդ իրար չհասկանալու, այսպես ասած, ինչ որ մի հատ երևույթը վերացնելու, հա, վեճ էլ կարողա չլինի իրականում գործատուից աշխատողը նեղացած լինի եւ հակառակը չլսված լինելու կամ չասված ինչ որ բաներ կան, որը հաշտարարության փուլում այդ կողմերը հենց այդ մասին խոսում են, հենց այդ մասին բացվում են, այսպես ասած, հաշտարարի մոտ եւ դա օգնում է, որ հարաբերությունները վերականգնվեն, այսինքն շատ հաճախ աշխատողը իր մտքում, հա, պայմանական ինչ որ բանի մասին է մտածել, չի ասել, գործատուն այլ բան է դրանից հասկացել, չի ասել եւ արդյունքում կողմերը իրար չեն հասկացել։ Ու հաշտարարությունը հենց լավ հարթակ է, որ այդ հարաբերությունները վերականգնվեն։ Շատ ճիշտ նշեցիր, որ դատարանում շատ հաճախ հայցադիմումի մեջ փաստաբանները նշում են վերականգնել նախկին աշխատանքում, բայց այդ արանքում այդ հարաբերությունները այդ դատական քաշքշուկի արդյունքում, այդ իրար հետ չխոսելու, իրար չհասկանալու արդյունքում այնքան է լարվում, որ նույնիսկ եթե վերականգնվում է այդ վերջին հաշվով օրինակ աշխատողը հաղթում է դատական վեճը եւ վերականգնվում է իր նախկին աշխատանքում, ինքը ցանկություն չունի այդտեղ գնալու, որտեղ այնտեղ իրեն չեն սպասում, այնտեղ իր նկատմամբ լարված հարաբերություններ են, ինքն էլ է արդեն լարված այդ ամենից, ինքն էլ է նախատրամադրված եւ վերջին արդյունքում ինքը դիմումը գրում դուրս է գալիս։ Ուղղակի ստանում են բավարարվածությունը, որ հոգեբանական, որ ինքը հաղթեցի, բայց իրականում դա այն հաղթանակը չի։ Իսկ այ հաշտարարության մեջ, երբ որ դու ստանում ես այդ քո ուզած հաշտության համաձայնության տեքստը, ընդ որում համ քո ուզած, համ դիմացինի ուզած, արդյունքում ստացվում է, որ դու ավելի բավարարված ես լինում։ Այս չլսված լինելու կամ խոսելու ցանկություն ունենալու մասով մի զավեշտալի դեպք պատմեմ իմ պրակտիկայից, կիններ դիմել ամուսնաընտանեկան վեճուներ, երբ որ խորհրդատվության ժամանակ, դեռ տարիներ առաջվա պատմությունը, խորհրդատվության ժամանակ ես ասացի, լավ, ինչի եք ուզում հաշտարարության միջոցով, դուք իր հետ խոսեք, գուցե հնարավորություն ունենաք վերականգնել, որտեղ որպես այդպիսին վեճ չէի տեսնում, այդտեղ ասեց, իմ հետ չի խոսում, ձեր ներկայությամբ կխոսի եւ իրականում հենց այդպես էլ եղավ։ Ես այսպես նստել եմ, իրանք իրար մեջ խոսեցին, հարցերը քննարկեցին, գնացին, ասեցին մենք կզանգարենք եւ զանգարեց ասեց մենք բարիշել ենք։ Այսինքն ընդհանրապես պետք է մի հատ օղակ, մի մարդ, որի ներկայությամբ հնարավորություն ունենան խոսելու։ Շատ դեպքերում միայն դա բավական է արդեն։ Դրա համար ինձ համար էլ լավ ինստիտուտ է, էլի։ Հատկապես ամուսնաընտանեկան վեճերով ես այդ օրինակը միշտ բերում եմ միջազգային պրակտիկայից այդ օրինակը, երբ որ վիճող ամուսինները երեխայի
բնակության վայր են ցանկանում որոշել երեխայի կրթության դաստիարակության հետ կապված հարցերով վեճ ունեն եւ գնում են դատարանին են դիմում այդ հարցով, դատարանը ինքը ինչ հարց է տալիս, ես ասում եմ ծնողներին նախ հարցնում եմ, դուք սիրում եք ձեր երեխային։ Ծնողները պատասխանում են այո, շատ ենք սիրում։ Ասում եմ ես չեմ սիրում ձեր երեխային, որտեղ ես ձեր երեխային չեմ ճանաչում։ Դուք հիմա եկել եք դատարան, եկել եք դիմել եք մի անձի, ով ձեր երեխային չի ճանաչում, ձեր երեխային չի սիրում ու վստահում եք, որ ինքը որոշի, թե որն է ձեր երեխայի համար լավագույնը։ Բայց չէ որ դուք եք իր ծնողները, իրեն սիրողը ու դուք ամենալավը գիտեք, որն է ձեր երեխայի համար լավագույնը։ Հենց այստեղ հաշտարարի դերն է գալիս։ Երբ որ հաշտարարը կողմերին բերում է այդ հարթակը, թույլ է տալիս, տրամադրում է այդ միջավայրը եւ թույլ է տալիս, որ կողմերը իրենք որոշեն, որն է իրենց երեխայի համար լավագույնը։ Եվ այդ լավագույնը զուտ արձանագրեն այդ հաշտության համաձայնության մեջ, հաշտարարի մասնակցությամբ, ներկայությամբ, օգնությամբ եւ իրենց վեճը լուծեն։ Եվ բայց իրենք են իրենց վեճը լուծում։ Այստեղ շատ կարեւոր հանգամանք է հենց հաշտարարության մեջ այդ հարցը, որ կողմերը իրենք են իրենց վեճը լուծում, հաշտարարը իրենց տեղը չի լուծում այդ վեճը։ Այդ թյուր կարծիքն էլ կա մարդկանց շրջանում, որ դիմել ենք, դե հիմա դու լուծի, մեզ ուղղություն ցույց տուր։ Ով է ճիշտ, ով է սխալ, էլի, ու պետք է այդ շատ նուրբ պահ է այդտեղ, որ հաշտարարը կարողանա բացատրի, որ այստեղ ճիշտ ու սխալի հարց չկա, հատկապես ամուսնաընտանեկան գործերում, որ կա փոխադարձ շահ, փոխադարձ օրինակ երեխաների նկատմամբ վերաբերմունք եւ պետքա գաք լավագույն լուծմանը, հա։ Ձեզ համար լավագույն լուծմանը ու այդ լավագույն լուծումը մենակ դուք գիտեք։ Հաշտարարը չգիտի ձեզ համար որն է լավագույն լուծումը։ Դուք ինքներդ պետք է բարձրաձայնեք, հա, եթե կլինի առանձին հանդիպումներով մի կողմ ասի իմ համար լավագույն տարբերակները սրանք են, մյուս կողմը ասի սրանք, հաշտարարը գտնի այդ մեջտեղի հատվող կետը ու կողմերին ասի իսկ այս սրա շուրջ կարողանում ենք գալ այդ համաձայնությանը, ընդհանուր հայտարարի ու կողմերը իրենք հասկանան, որ լավ է սա իրենց համար, թե լավ չէ։ Որտեղ վերջին հաշվով եթե գալիս են կողմերը հաշտության, ստացվում է երկուսի համար էլ դա լավ տարբերակ է։ Եվ ի վերջո չբացառենք նաև այն հանգամանքը, որ այստեղ փոփոխելու տարբերակներն են, մեխանիզմները շատ են ու կողմերը կարող են ցանկացած պահի իրենց ընդունած որոշումը փոփոխել, իսկ դատարանի կայացրած վճիռը արդեն ենթակա է կատարման։ Ու դրա փոփոխման եղանակները մի քիչ իրավական առումով ավելի բարդ են, հա, չեմ խոսում այնտեղ դաստիարակությանն ուղղված գործողությունները, որ կարող են էլի կողմերը, բայց եթե ունենք վճիռ, որը գնացել է արդեն հարկադիր կատարման, կանցիկ ստիպված են այդ դրանով առաջնորդվել։ Իսկ այստեղ իրենք են որոշում իրենց երեխայի ճակատագիրը, իրենց գույքի ճակատագիրը։ Այո։ Մի հատ հստակեցնենք, էլի առավելությունները հաշտարարություն։ Տեսեք, առավելությունները հաշտարարության առաջին հերթին դա նշեմ գաղտնիությունն է, օրենքը շատ մեծ կարևորություն է տալիս նաև հաշտարարության գաղտնիությանը։ Երբ որ մենք խոսում ենք այստեղ հա նույն բիզնես վեճերի մասին, շատ հաճախ նույն աշխատող գործատու վեճի մասին, նույն գործատուները չեն ցանկանում, որ իրենց անունը պայմանական հա դատալեքսում հայտնվի։ Մենք գիտենք նաև միջազգային գործընկերները, երբ որ ներդրումներ են ցանկանում կատարել Հայաստանում, միշտ այստեղ կատարվում է, այսպես ասած, ստուգումներ, թե տվյալ բիզնես գործընկերը ինչպիսին է շուկայում եւ այդ ինչպիսին է ստուգում են արդյոք նրա դեմ կան դատական գործեր, ինչ բնույթի դատական, անգամ եթե այդ դատական գործերը ինքը հաղթել է, բայց իր անունը շատ է շրջանառվել այսպես դատարաններում, դա միջազգային գործընկերների տեսանկյունից այդքան էլ ընդունելի չէ։ Եվ գաղտնիությունը հաշտարարության, սա համար 1 կարևոր, չգիտեմ, առանձնահատկությունն ու առավելությունն է մյուս բոլոր գործընթացների, երբ որ որևէ տեղ, որևէ ձևով չի արձանագրվում, թե ով ում հետ ինչ վեճ ունի, ինչ բնույթի վեճ ունի, դա կլինի ամուսնաընտանեկան վեճ, դա կլինի մատակարարման վեճ, աշխատանքային վեճ, այսինքն որևէ տեղ չի երևում, թե ով ինչ վեճ ունի ում հետ։ Եվ վերջնարդյունքում ինչպես է այդ վեճը լուծվել։ Եթե չի գնացել իհարկե դատարան, հա, եթե հաշտության համաձայնություն է կնքվել, այսինքն որևէ տեղ դա չի երևում։ Այս գաղտնիությունը շատ կարևոր է հեղինակության տեսանկյունից, եթե խոսում ենք, հա, ընկերությունների մասին, իրենց հեղինակության մասին, այդ թվում նաև անձանց մասին, որովհետև հնարավոր է գործարար համբավ, իհարկե գործարար համբավ, հեղինակություն ի վերջո, եւ այստեղ շատ կարևոր է գաղտնիությունը։ Հաջորդը այդ ժամանակի խնայողությունն է, որը ես ամենակարևորներից մեկն եմ համարում, որովհետև այս արագընթաց աշխարհում ամենաթանկը դա ժամանակն է եւ եթե դու կարողանում ես այդ ժամանակը խնայել
եւ նյարդերիդ հետ մեկտեղ խնայել, որովհետեւ դրանք համատեղ են, էլի նյարդերը եւ ժամանակը տենց շատ ուղիղ գծով գնում են իրար հետ։ Եթե դու այդ ժամանակը խնայում ես, համարի, որ դու հաղթանակել ես արդեն, որովհետեւ հաղթել ես, դու ժամանակ ես շահել։ Իսկ հաշտարարության միջոցով վեճերը լուծվում են շատ արագ։ 2-ից, չգիտեմ, 6 շաբաթում, 2 շաբաթում, այդ ժամերի մասին եմ, 2 շաբաթում նկատի ունեմ, որ ընդհանրապես հաշտության համաձայնությունը կնքվեց։ Հանդիպումները կարան լինեն մի ժամ, 2 ժամ տևողությամբ, բայց 2 շաբաթ հետո, ասենք 2-3 հանդիպումից հետո վեճը լուծվի։ Այսինքն հաշտարարությունը ինքը շատ կարճ գործընթաց է։ Մենք դատարանները այսօր գիտենք ինչքան ծանրաբեռնված են եւ ամեն մի նիստը քանի ամիս անց նոր նշանակվում է։ Եվ այս առումով հաշտարարությունը լավագույն տարբերակն է ժամանակի խնայողության տեսանկյունից եւ ելի եմ ասում այդ նյարդերի խնայողության տեսանկյունից, որովհետեւ այդ երկարատև դատական process-ների մեջ դու արդեն մոռանում ես ինչի մասին էր վեճը, ինչ ես ուզում։ Դատական նիստի այդ միջակայքում մոռանում ես նախորդ նիստին ինչա քննարկվել, ինչ է տեղի ունեցել, հա, արդեն քո ակնկալիքը որն է, որտեվ քո համար էլ այդ ակնկալիքը նվազը կարևոր է արդեն դառնում, այնքան է ձգվում այդ process-ը։ Հաջորդը կնշեմ ֆինանսական կոմպոնենտը, ինքը հաշտարարությունը շատ ավելի մատչելի է, քան դատական process-ները։ Որտեվ ժամանակի հետ մեկտեղ դու նաև ֆինանսներ ես սպառում, հա, դատարաններում եւ դա հաշտարարության մեջ ավելի ճկուն է այդ մեխանիզմը, ինքը շատ ավելի նվազ ծախսատար է եւ ճկունությունը, ինչպես նշեցինք, եթե դատական նիստերի դահլիճում կան որոշակի կանոններ, ապա հաշտարարության մեջ այդ կանոնները շատ ավելի ազատ են։ Եթե օրինակ դատարաններում վեճը լուծվում է բացառապես աշխատանքային ժամերին, ապա հաշտարարական հանդիպումները կարող են լինել աշխատանքային ժամերից դուրս, հա, ինչ ասել աշխատանքային ժամերից դուրս, մեր պատկերացած 9-ից 6-ը ընկած գրաֆիկով չեն աշխատում հաշտարարները։ Հաշտարարները նաև կարող են երեկոյան կազմակերպել հանդիպումները 7-ին, 8-ին, շաբաթ, կիրակի, այսինքն սա հաշտարարն է որոշում կողմերի հետ, թե երբ հանդիպեն, որտեղ հանդիպեն, ինչ հաճախականությամբ հանդիպեն, առանձին հանդիպեն, թե միասին, օրինակ շատ հաճախ կողմերը ասում են ես չեմ ուզում այն մյուսին տեսնեմ, օրինակ դատարանում դու չես կարող այդպիսի բան ասես, եթե կողմը եկավ դատարան, դու ստիպված իրեն տեսնելու ես։ Իսկ հաշտարարի հետ հանդիպմանը դու կարող ես եւ չտեսնել այն մյուս կողմը, որովհետեւ հաշտարարը կարող է առանձին հանդիպումներ ունենալ քեզ հետ առանձին, մյուսի հետ առանձին, հետո բերի ձեզ ընդհանուր ասի, օրինակ դուք նույնիսկ կարող հաշտության համաձայնությունը առանձին ստորագրեք։ Այսինքն հաշտարարը գա ասի, այս մեկի իրար չհանդիպելով ընդհանրապես հաշտարարը քո հետ հանդիպանը ասի, նրա հետ հանդիպանը այս եմ քննարկել, նրա հետ հանդիպանը ասի, այս եմ քննարկել մյուսի հետ եւ ի վերջո եկել ենք այս ընդհանուր, եթե դուք եկել եք այդ ընդհանուր հայտարարին, կապա տեքստը այսպիսին է հաշտության։ Եվ վերջո վեճի մասին վեճը քննարկել սուրճ խմելիս, ինչ որ մի հատ գրասենյակում նստած հանգիստ պայմաններում շատ ավելի հաճելի է, քան դատարանում, այսպես խիստ միջավայրում դատական կարգադրիչը կողքդ կանգնած, պետք է ոտքի կանգնես, նիստ արձանագրվում է, սխալվելու իրավունք չունես եւ այլն եւ այլն։ Նույնիսկ շատ դեպքերում փաստաբանների համար է լարվածություն ստեղծում, որ իրենց աշխատանքն է, որ մնաց կողմերի համար։ Իսկ այստեղ մի հատ հանգիստ միջավայրում քննարկում են իրենց ինչն է կարևոր, որ հաշտարարության process-ում նույնիսկ եթե վատագույն սցենարը դիտարկենք, որ կողմերը ի վերջո գնում են դատարան։ Հաշտարարության գաղտնիության կարևորությունը նա է, որ հաշտարարության process-ում կողմերը ինչ ասել են, ինչ խոսել են, ինչ պայմանավորվել էին, հետո չի ստացվել կամ որոշել են, բայց չի ստացվել, այդ ամբողջ ասածը իրենք իրավունք չունեն դատարանում օգտագործելու։ Այսինքն դատարանն էլ չի կարող դա։ Նույնիսկ եթե կողմերից մեկը վկայակոչի ասի, այ դու հաշտարարության ժամանակ ընդունում ես այս փաստարկը, դատարանի համար դա որևէ նշանակություն չունի, որտեղ դատարանի համար կա հստակ օրենսդրական արգելք, որ հաշտարարության process-ում հնչեցված արտահայտված մտքերը, գաղափարները, նույնիսկ ստորագրված ինչ որ թղթեր, որոնք վերջնարդյունքում չեն ստորագրվել, ապա պարտադիր կիրառելի չեն։ Իսկ սա գաղտնիության շատ կարևոր կոմպոնենտներից մեկն է հաշտարարության պաշտպանվածության տեսանկյունից։ Այստեղ առավելություններին գրեթե բոլորին անդրադարձանք, կարծես թե իրականում շատ ավելի մանրամասն կարելի է այդ մասով քննարկել, բացատրել, եթե մարդկանց անհրաժեշտություն կա այդ կոնսուլտացիան այսպես ասած, կարելի է առավելությունը կոնկրետ գործով իրեն իր առավելությունները նշանակել, բայց ընդհանուր բան հիմնական կետերը դրանք են որպես առավելություններ։ Ես
փորձում եմ անընդհատ մտածել բացասական հետևանքների մասին, հա, ինչ բացասական բան կարող է առաջացնել հաշտարարություն, գրեթե Չկա չի բացասական։ գալիս Եթե այսպես կողմերը ասած։ մտավախություն ունեն, որ հաշտության համաձայնությունը չի կատարվի, իրականում այդ հաշտության համաձայնությանը իրավական դատական ուժ տալու հնարավորություն Մեխանիզմը եւս կա, մեխանիզմ այո։ կա, այսինքն օրենքը թույլ է տալիս, որ ստորագրված հաշտության համաձայնությունը ներկայացվի դատարանի հաստատմանը, եւ եթե ներկայացումը դա դատարանի հաստատմանը, ապա դրանից հետո ինքը դառնում է պարտադիր կատարման ենթակա եւ նույնն դատական ակտի ուժն է ունենում, ինչ որ մնացած բոլոր դատական գործերով դատական ակտերը, այսինքն հարկադիր կատարման է էլի կարողանում գնալ այդ դատական ակտը։ Ընդ որում այստեղ էլ հաշտարարություն ունի առավելություն, որովհետեւ եթե ժամկետների մասով, եթե մյուս բոլոր դատական գործերը ինչ որ ընթացակարգեր պետք է անցնեն, ինչ որ ամիսներ, նույնիսկ տարիներ, ապա հաշտարարության դեպքում արտոնագրված հաշտարարի կողմից հաստատած հաշտության համաձայնությունը դատարանը քննում է հատուկ վարույթի շրջանակներում եւ 7 օրվա ժամկետում հաստատում է դատական ակտը կամ մերժում է, եթե այնտեղ կան կոպիտ ակնհայտ խախտումներ, սա արդեն փաստաբանները ավելի շատ կօգնեն կողմերին այս մասով, որպեսզի այդ հաշտության համաձայնությունը կազմվի այնպես, իրավական լեզվով այնպես ճիշտ, որ դատանում հաստատման խնդիր չունենա, եւ դա 7 օրվա ժամկետում, այսինքն կողմը մուտք է անում հաշտության համաձայնությունը դատարան եւ 7 օր հետո ունենում է դատական ակտ։ Այսպեսի եմ որ ասում չլսված բան։ Հա, իրականում շատ լավ։ Շատ կարճ ժամկետ է, մենք 7 օրում ոչ մեկ դատական ակտ չի ունենում։ Այո, ըստ հայցի ապահովումը չենք կարողանում 7 օրյա ժամկետում ստանալ, որ մնաց մի հատ էլ վերջնական դատական ակտ։ Ընդ որում սա ակտի։ վերաբերում է բոլոր տեսակի վեճերին։ Սա չի վերաբերում միայն ամուսնաընտանեկանին, այսինքն նորից եմ ասում, աշխատանքային եթե վեճ կա, այսօր մեր օրենքը հնարավորություն է տալիս է դիմել հաշտարարին։ Աշխատանքային վեճը կարող է լուծվել հաշտարարի օգնությամբ, հաշտարարի մասնակցությամբ եւ եթե արտոնագրված հաշտարարը այդ հաստատում է հաշտության համաձայնությունը գործատու եւ աշխատողի մեջ, այդ դատական ակտը կարող է 7 օրում հաստատվել, ստացվել էլի։ Գործատուի համար իդեալական մի մեխանիզմ ազատվելու այդ կուտակվող պարապուրտից, որ բարձր աշխատավարձի դեպքում վերջում դառնում է մի կլորիկ գումար եւ գործատուն այսպես ճիշտ է, հա, ասում է հասկանում էի, որ կարա լինի, բայց ես ինչի պիտի վճարեմ, այս հարցը շատ է հնչում։ Բիզնես վեճերի դեպքում էլ է շատ կարևոր այդ ժամկետի մասը, որովհետեւ շատ դեպքերում հայցի ապահովումներ է կիրառվում եւ սառեցվում է բանկային հաշիվները, այսինքն մարդը իր բիզնեսը ըստ էության չի կարողանում նորմալ ընթացքով շարունակի, հատկապես ժամանակը գումար է, գիտենք դա, հա, ասում եմ ցանկացած գործարար դա կփաստի, որ ժամանակը իր համար ամենամեծ կապիտալն է եւ այս դեպքում դա հաշտարարությունը լավագույն միջոցն է այդ վեճերը լուծելու։ Այստեղ անդրադարձանք բոլոր կետերին, այս սկզբում նշեցիր պարտադիրության մասով, մի հատ էս էլ առանձնացնենք, հա, պարտադիրը այս պահի դրությամբ, որ գործերով է պարտադիր հաշտարարություն իրականացնել, մինչև դատարան դիմելը, որովհետև շատ մարդիկ արդեն լսել են դրա մասին, բայց իրականում դեպքերը տարբեր են, չեն պատկերացնում, ոնց կարող են դիմել, ինչպես կարող են իրական օգտվել այդ հնարավորությունից։ 2025 թվականի հուլիսի 1-ից գործարկվեց Հայաստանում պարտադիր հաշտարարությունը ամուսնաընտանեկան որոշ գործերով եւ արդեն մենք կես տարի եւ մի քիչ էլ արդեն ավել ունենք վիճակագրություն այդ ամուսնաընտանեկան վեճերի հետ կապված հաշտարարության։ Նախ նշեմ, որ գործերն են, որ պարտադիր ենթակային հաշտարարության։ Դա նշանակում է, որ մինչև դատարան գնալը կողմերը պարտավոր են դիմել հաշտարարին, փորձեն իրենց վեճը հաշտարարության միջոցով լուծել, հաշտարարի օգնությամբ, եթե չի ստացվում, նոր գնալ դատարան համապատասխան արձանագրությամբ, հա, հաշտարարության ավարտի մասին արձանագրություն է տալիս, որ չի ստացվել հաշտարարությունը եւ կողմերը դիմում են դատարան։ Այդ գործերն են, հա, ամուսնալուծությունը, երեխայի ալիմենտի հարցերը, խնամքի դաստիարակության հետ կապված հարցերը, բնակության վայրի, ամուսնաընտանեկան պայմանագրերից բխող վեճերը եւ ամուսների համատեղ գույքի հետ կապված ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի բաժանման հետ կապված հարցերը։ Եվ նաեւ դրանց դատական, եթե կան դրանց վերաբերյալ դատական ակտեր, դրանց փոփոխման, հա, օրինակ ալիմենտով կա արդեն դատական ակտ, բայց դրա փոփոխումն է ենթադրում նորից հաշտարարություն եւ այլն, հա։ Այսինքն այս բոլոր փոփոխությունները եւս հաշտարարությանը պարտադիր ենթակա են։ Ինչպիսի վիճակագրություն ունենք, ես շատ ցանկանում եմ նշել, որպեսզի մեզ դիտողներն էլ իմանան, որ հաշտարարությունը բավականին
ցենց ասեմ ստատիկ բարելավում է իր դիրքերը որպես վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ ոչ մեկ չէր հավատում, ոչ մեկ չէր հավատում, այո, այո, տեսեք, հուլիսից մինչև դեկտեմբեր, հա, 6 ամսվա, այսպես ասած, կտրվածքով վիճակագրությունը հետևյալն է, 600-ից ավել մոտ 700 գործ է մակագրվել հաշտարարներին ամուսնաընտանեկան վեճերով, որից 162 գործով հաշտության համաձայնություն է կնքվել։ Այսինքն 25% հաշտության համաձայնությամբ են ավարտվել վեճերը։ Այդ 25% գործը կարելի ասել չի գնացել դատարան։ Դատարանին բեռնաթափվել է այս մասով եւ հետեւաբար սա նաեւ արդյունավետ է կողմերի համար, որ իրենց վեճը լուծվել է հաշտության համաձայնությամբ։ Իսկ արդեն այս թվականի 2026-ի հունվարի 1-ից նաեւ պարտադիր հաշտարարություն է սահմանվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ֆիզիկական անձի եւ հանձնաժողովի կողմից որոշված որոշումների հետ կապված վեճերը, եթե ֆիզիկական անձը կբողոքարկի դրանք, համաձայն չի լինի այդ որոշումների հետ, այդ դրանք եւս ենթակա են պարտադիր հաշտարարության։ Սա դեռ նոր է, դեռևս այս մասով ստատիստիկա չունենք որպես այդպեսին, բայց արդեն զարգացումների հետ Ես ուզում եմ լավատես լինել եւ հավատալ, որ մի 6 ամիս հետո կունենանք նմանատիպ արդյունք, հա, ամուսնաընտանեկան ոլորտի նման ու կարձանագրենք, որ այս ոլորտում եւս ունենք հաշտության համաձայնություններ կնքված եւ դատարանի ծանրաբեռնվածությունն է թեթևացել։ Հուսանք ամեն դեպքում փորձենք լավատես լինել եւ ես կարծում եմ, որ ամուսնաընտանեկանով դեռ ստատիստիկան ավելի է բարելավելու։ Ահա։ Եթե 6 ամսվա այս կտրվածքով սա ունենք, շուտով ամառ հաստատ մի տարին կամփոփենք ունենանք, հա։ Հա, իրականում սկզբնական շրջանում հուլիսից սկսած, եթե փորձենք անձնական պրակտիկայով, եթե ես փորձեմ համեմատություն անեմ, վստահությունը բավականին մեծացել է հաշտարարի նկատմամբ։ Ես նույնիսկ շատ դրական մի այսպիսի բան եմ ուզում արձանագրել, որ շատ դեպքերում ասում են հաշտարարի հետ առանձին զրուցենք, այսինքն նույնիսկ փաստաբանին բնականաբար վստահում են, բայց հաշտարարի մոտ շատ ավելի հեշտ են բացվում ոչ թե իրավական գործընթացի հետ կապված, այլ հենց իրենց էմոցիոնալ, իսկ ամուսնաընտանեկան գործերում մենք շատ լավ գիտենք, որ ինչն է առաջինը պետք իրենց լսելը։ Ինչ որ առումով հոգեբանի դեր է կատարում հաշտարարը նաև եւ այդ դրա արդյունքում էլ գալիս ենք այդ դրական, այսպես ելքին։ Վստահության ու հեղինակության բարձրացման հետ կապված ես նաև նշեմ, որ հաշտարարների պալատը շատ մեծ գործողություններ է կատարում այս մասով, որպեսզի նախ վարքագծի մասով հաշտարարների այդ հսկողությունը եւ այլն մենք գիտենք, որ անցած տարի ընդունվեց նաև վարքագծի կանոնները հաշտարարների եւ այն հրապարակվել է սոցիալական կայքերում, նաև քաղաքացիները կարող են հա տեսնել, ծանոթանալ, այնտեղ հղումները տեղադրված է վարքագծի կանոնների, որպեսզի իմանան, թե հաշտարարը ինչ վարքագիծ պետք է դրսևորի իրենց հետ հարաբերություններում։ Եվ հաշտարարների պալատը այս մասով շատ հետևողական է, անընդհատ կապի մեջ ենք թե քաղաքացիների հետ թեժգծի միջոցով, թե էլեկտրոնային նամակների միջոցով, այսինքն ցանկացած բողոքի արագ արձագանք է տրվում, որպեսզի մենք հասկանանք ու բացահայտենք որտեղ է խնդիրը, ինչումն է խնդիրը, հաշտարարն է թերացել, թե իրար կողմերն են սխալ հասկացել, փաստաբանն է հաշտարարի հետ ինչ որ խնդիր ունեցել, այսինքն մենք անընդհատ այս մասով աշխատանք ենք տանում, ես ուզում եմ մեր քաղաքացիներն էլ այդ մասով տեղեկացվեն, որ հաշտարարների պալատը ունի ակտիվ գործող էլեկտրոնային հասցեներ, Facebook-յան, Instagram-յան, LinkedIn-յան կայքեջեր, ինչպես նաև թեժգից, որի միջոցով բոլոր հարցերը ստանում են իրենց պատասխանները եւ հավատացեք շատ կարճ ժամկետներում, այսինքն արագ արձագանք է էլի մեզ մոտ աշխատում արագ արձագանքում է։ Այո, այդ մասով, որովհետեւ մենք ցանկանում ենք ու մեր նպատակն է, որ հաշտարարի նկատմամբ վստահությունը ու հեղինակությունը հաշտարարի այնքան բարձրանա, որ կողմը չմտածի, այդ ում եմ դիմելու իմ վեճով կամ ում մոտ պետքա գնամ, այդ ով է այդ հաշտարարը, այս հարցադրումները, որպեսզի վստահությամբ գնան, որ իմանան գնում ենք մենք հաշտարարի միջոցով լուծելու, որովհետև այդ հաշտարարը այն իմաստունն է, ով կօգնի, որ մեր վեճը լավ
ընթացքով լուծվի։ Ընթացքով գնա։ Այս մասով աշխատանքները իհարկե այսպես շարունակական պիտի լինեն, որտեղ մի պահի չենք կարող ասել, այ վերջ, այս պահից սկսած հասել ենք այդ դրան եւ էլ պետք չի մարդկանց տեղեկություններ տալ։ Այս նույնիսկ այդ դրական դինամիկայի արդյունքում էլ լինում են դեպքեր, որ ասում են, բա դու ով ես, փաստաբանը հասկացանք, դատավորը հասկացանք, բա դու վերջը ով ես, այդ ինչ է եւ այլն։ Այսպես բաներ կան, էլի, թուրք ըմբռնումներ կան այս մասով, բայց փորձենք համբերատարությամբ սпасել դրական այդ շարունակական դրական դինամիկային։ Գայանը նաև խոսենք գործընթացի հետ կապված, հա, մի քանի հարցեր պարզաբանենք քաղաքացիներին, այդ հաշտարարության գործընթացը հատկապես պարտադիրի մասով էլի առանձնացնենք, որովհետև մյուս մասով այո, կողմերը զրկված չեն, իրենք կարող են դիմում ներկայացնել, իսկ այ պարտադիրի մասով բազում հարցեր կան, որոնք կարծում եմ ճիշտ կլինի պարզաբանել։ Տեսեք, պարտադիր հաշտարարության դեպքում նույնիսկ եթե կողմերը ունեն նախընտրած հաշտարար, ապա կարող են դիմել այդ հաշտարարին երկուսի համատեղ դիմումով, հա, ներկայացնել դիմումը եւ իրենց նախընտրած հաշտարարը կիրականացնի հաշտարարություն։ Բայց եթե չկա այդ նախընտրած հաշտարարը կամ մյուս կողմի հետ չկա կապ, կոնտակտ, չեն կարողանում հասկանալ մյուս կողմի մոտեցում այս հարցին, ապա պարտադիր հաշտարարության դեպքում դիմող կողմը ինքը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացնի հաշտարար նշանակելու մասին դիմում։ Այդ հաշտարար նշանակելու մասին դիմումը ներկայացվում է e-gids-mediation.am կայքի միջոցով։ Եթե որ ասում հարցեր կլինեն, կարող են զանգարել հաշտարարների պալատի թեժ գծին 096 14 14 55 հեռախոսահամարով եւ մեր աշխատակիցը մեծ սիրով օգնում է ու ուղղորդում է ինչպես ներկայացնել այդ դիմումը։ Էլեկտրոնային նույնականացման ստորագրությամբ, նույնականացման քարտի միջոցով պետք է այդ համակարգ մուտք գործել, ներկայացնել դիմում, նշել վիճող մյուս կողմի տվյալները։ Հարգելի քաղաքացիներ, այս մասով հատկապես ձեզ խնդրանքս, երբ ներկայացնում եք դիմում հաշտարար ընտրելու մասին, անպայման նշեք մյուս կողմի, վիճող մյուս կողմի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, նրա ծանուցման հասցեն, այսինքն բոլոր այն տվյալները, որպեսզի հաշտարարը կարողանա արագ եւ կարճ եղանակով ու ժամանակում կապ հաստատի մյուս կողմի հետ, եթե շահագրգռված եք ձեր վեճը լուծել շատ կարճ ժամկետներում։ Այս մասով խնդրանքս էր քաղաքացիներին, որ դիմումի մեջ ճիշտ տվյալներ լրացվեն եւ ինչպես նշեցի, մեր արդեն աշխատակիցն էլ շատ մեծ սիրով կօգնի, որպեսզի այդ դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվի։ Ներկայացվելուց հետո մի քանի օր հետո դա մակագրվում է հաշտարարին 3 օրվա ժամկետում եւ հաշտարարը ինքը արդեն գործը ընդունում է եւ սկսում է արդեն գործընթացը։ Կողմերն էլ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցվում են, թե ով է իրենց հաշտարարը, հաշտարարի տվյալների մասն էլ էլի e-gids-mediation.am կայքում ամբողջ ինֆորմացիան լրացված է, այսինքն այնտեղ բոլոր հաշտարարները, ովքեր արտոնագրված են եւ գործում են Հայաստանի Հանրապետությունում, լրացված է այդ տվյալները այդ կայքում։ Այս մասով ուզում եմ տեղեկացնել հարգել քաղաքացիներ, որ Գայանայի կողմից նշված բոլոր առցանց հարթակները, հեռախոսահամարները այստեղ ոդքասթի նկարագրություն բաժնում կնշվեն, այնպես որ կարող եք ծանոթանալ, կարող եք կայքի միջոցով դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի կամ զանգահարել թեժգից եւ թեժգծի մասնագետը ձեզ սիրով կպատասխանի եւ կուղղորդի նույնիսկ դիմումը լրացնելու հետ կապված բոլոր գործողություններն իրականացնելիս։ Գայանը խոսեցինք դիմումը լրացնելուց, բայց այստեղ մի բաց կա, հա, քաղաքացիների մոտ այսպես լսելուց, ես պատկերացնում եմ, որ իրենց կարող է հետաքրքրել այսպիսի մի հարց, եթե կողմ արտերկրում է գտնվում, կամ դիմումը պետք է լրացնել արտերկրից, այս դեպքում ինչ մեխանիզմներ կան։ Տեսեք, եթե էլեկտրոնային տարբերակով է կատարվում է դիմումի լրացնելը, հնարավոր է նաև դա իրականացնել արտերկրից, ընդ որում այստեղ նաև նշեմ հաշտարարության մի շատ կարևոր առավելություններից մեկը եւս, որը բաց ենք թողել, նշեմ, որ առցանց հաշտարարություն գոյություն ունի մեր երկրում եւ դատարաններում էլ առցանց կնքված այդ հաշտության համաձայնությունը եւս ենթակա է հաստատման։ Ինչ ասել է առցանց հաշտարարություն, երբ կողմերից մեկը կամ նույնիսկ երկուսը գտնվում են արտերկրում, հաշտարարը կապ է հաստատում իրենց հետ տարբեր կապի միջոցներով, հա, տեսաձայնային կապերի միջոցով եւ առցանց հաշտարարություն է իրականացնում, ընդ որում կարող են 3 միաժամանակ զրուցել, երկու կողմ եւ հաշտարար կարող է առանձին զրույցներ ունենալ հաշտարարը, տեսազրույցներ այդ թվում, հա, ունենալ կողմերի հետ եւ հաշտության համաձայնությունը էլեկտրոնային եղանակով կարող են կողմերը կնքել եւ ստորագրել, հաշտարարն էլ հաստատի։ Այսինքն հաշտարարության մեջ այս առցանցը շատ կարեւոր հանգամանք է, որը որ օրինակ դատարանի նկատմամբ եւս առավելություն է, որտեղ դատարանում չունենք մենք առցանց դատավարություններ։
Այս մասով դատարանում այո կարող են արտերկրում գտնվելով փաստաբանի լիազորել եւ հանդես գալ, բայց միևնույնն է, էլի գանք են մնացած առավելություններին, որ որոշումը կայացնում են իրենք էստեղ, կողմերը գաղտնիությունն են կապավում եւ այլն եւ այլն։ Եվ ի վերջո տանը նստած ուղղակի իրենց վեճը միջև արկա վեճը լուծվում է։ Այս նույնիսկ արտերկրում չգտնվելու պարագայում, հա, Հայաստանի տարածքում էլ մարդը կարող է ուղղակի, օրինակ մանկահասակ երեխաներ ունենալու պարագայում կանանց շատ դժվար է դուրս գալ տանից եւ այս պարտադիր հաշտարարության շրջանակներում եմ ասում եւ շատ դեպքերում իրենք են օգտվում իրենց իրավունքից եւ ասում են այո ես կցանկանամ միանալ արցանց գալ հանդիպման է հաշտարարի հետ այդ հանդիպումը կարա տեղի ունենա նաեւ հեռախոսազանգի հեռախոսային տեսակապի միջոցով եւ հաշտարարը ուղղակի տեսնի լսի կողմի դիրքորոշումները կողմի հետ քննարկի այո պարտադիր չի որ արտերկրում գտնվեն նաեւ Հայաստանում մարզերում ամեն վայրից հնարավոր է հաշտարարությունը այս առումով ինչպես նշեցինք ճկուն է շատ Գայանը եւ մեր հաղորդումն ունի այսպես բլից ֆորմատ, հա, բլից հարցերի ֆորմատ, կխնդրեմ դրանց պատասխանես մի քիչ ավելի հակիրճ, կարճ, այսպես մի քանի բառով հնարավորության դեպքում։ Գնացինք։ Հաշտարարությունը ի վերջո հաղթանակ է թե պարտություն։ Միանշանակ հաղթանակ է, որովհետեւ երկու կողմն էլ գոհ են մնում իրենց իսկ որոշած կայացրած որոշումից։ Ո՞րն է հաշտարարության մասին ամենատարածված սխալ պատկերացումը։ Երևի թե այն, որ հաշտարարը վեճը լուծողն է, բայց իրականում այդպես չէ, հաշտարարը վեճ լուծող չէ, հաշտարարը դատավոր չէ, հաշտարարը ուղղակի միջնորդ է, որպեսզի կողմերը երկխոսեն եւ բանակցեն։ Հայաստանում հաշտարարության ինստիտուտը կարող ենք ասել, որ կայացած է։ Դեռ այդպես ամպագորգոր չեմ հայտարարի, բայց կայանում է եւ կայացման փուլում է, այսպես կասեմ։ Իսկ հաշտարարությունը կարող է փրկել հարաբերություններ։ Միանշանակ։ Եվ վերջում մեկ նախադասությամբ, այսպես խորհրդի կարգով մեր քաղաքացիներին, ինչ պետք է հիշի վեճ ունեցող անձը։ Վեճ ունեցող անձը պետք է հիշի, որ կան իր վեճը լուծելու այլընտրանքային շատ ավելի լավ մեխանիզմներ, քան դատարանն է, եւ այդ մեխանիզմներից մեկը հաշտարարությունն է, որի միջոցով վեճը կարծես վերջակետից դառնում է հնարավորությունների մի հարթակ եւ հաշտարարության միջոցով հնարավոր է գտնել փոխշահավետ տարբերակներ երկու կողմի համար։ Այսքաններն հարցերը Գայանե ջան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, մասնակցելու համար, շատ կարևոր ինֆորմացիա էր քաղաքացիների համար եւ շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսօրվա թեմայից ուզում եմ առանձնացնել մեկ կարևոր պարզ միտք։ Դատարանում հաղթում է միայն մեկը, իսկ հաշտարարությունում պարտվողներ չկան։ Սա իրավունքը բաց տեքստով ոդքասթներ։ Ես Անի Ավետիսյանն եմ։ Բաժանորդագրվեք հաջորդ թողարկումները բաց չթողնելու համար, որովհետև այս հարթակում իրավունքի մասին խոսում ենք բաց տեքստով։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։